Իսրայելի վարչապետը կրկին դեմ է արտահայտվել Պաղեստինի պետության ստեղծմանը, կառավարության նիստում ելույթ ունենալով եւ արձագանքելով հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու աջ ծայրահեղական նախարարների կոչերին, նա հայտարարել է, որ դեմ է երկրի ցանկացած վայրում Պաղեստինի պետության ստեղծմանը, հայտնում է Reuters-ը։ Նախորդ օրը ծայրահեղ աջ կուսակցությունների երկու նախարարները պահանջել էին, որ վարչապետը մերժի Պաղեստինի պետություն ստեղծելու գաղափարը այն բանից հետո, երբ Թրամփի խաղաղության ծրագրին աջակցող ՄԱԿ-յան վտանգության խորհրդի բանաձևի նախագծում ներառվել է Պաղեստինյան պետականության ստեղծման ճանապարհի մասին ձևակերպումը։ Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի եւ ԱՄՆ-ի ավիահարվածների արդյունքում Իրանը այլևս ուրան չի հարստացնում, սակայն դա չի նշանակում, թե մենք կհրաժարվենք քաղաքացիական միջուկային ծրագրի եւ սեփական ուրանի հարստացման իրավունքից։ Արարչիի խոսքով Թեհրանը պատրաստ է վերսկսելու միջուկային բանակցությունները Արևմուտքի հետ, բայց միայն փոխադարձ հարգանքի հիման վրա եւ առանց ճնշման։ Վրաստանում Թուրքիայի ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռի վթարը կարող է պայմանավորված լինել երկու շարժիչների հաջորդական խափանումով։ Ավելին, ինչպես հաղորդում է ԱՀ հեռուստաալիքը, հղումանելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, հրթիռային հարվածի կամ անօդաչու թռչող սարքի հարվածի տեսությունները դեռևս չեն հաստատվել։ Կարծիք կա, որ թռիչքի ժամանակ շարժիչներից մեկը հանկարծակի դադարել է աշխատել, իսկ պտուտակը շարունակել է պտտվել հանդիպակաց օդային հոսքում, հասնելով անվերահսկելի արագության։ Միացյալ Նահանգները կարծում է, որ անօդաչու թռչող սարքերը սպառնալիք են ներկայացնում մարդկության համար։ Նման դիրքորոշում է հայտնել ԱՄՆ ցամաքային զորքերի նախարարը CBS հեռուստաալիքի եթերում։